Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արդեն հայտարարել է, որ կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին։ ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը վստահեցրել է, որ միանգամից չեն այդպիսի որոշում կայացրել։ Ասել, որ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունը իդեալական է, դա ես կարծում եմ բարձրակոչ հայտարարություն կլինի, բայց որ ԲՀԿ-ն հետամուտ է լինելու ընտրական օրենսգրքի կամ այլ օրենքների բնականon եւ ժողովրդին պիտանի տարբերակներով անցկացմանը խորհրդարանում դա միանշանակ է։ Հայաստանում էներգետիկ համակարգի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները շախմատային խաղ են հիշեցնում, հոսանքի գնի բարձրացում, բողոքի ակցիաներ, աուդիտ իրականացնելու մասին հայտարարություն։ Համեմատություն է անում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Ըստ նրա, հեծի վաճառքն արդեն շախմատային այլ պարտիա էր։ Աուդիտը չավարտված, ենթադրենք տեղի ունենում նման գործար։ Եվ ինչի էր ենթադրենք արվում այդքան ծախս, եթե դա պետքա կոնկրետ վաճառվեր ինչ-որ օֆշորային ընկերության։ Հայաստանում հնարավոր չէ ծեծի ենթարկել մարդուն, եթե իշխանությունները տեղյակ չեն դրանից։ Համոզված է Կորնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդաբերդյանը։ Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին Հայաստանի անկախության օրը ծեծի ենթարկելը նա պատահական չի համարում։ Հայ ազնիվ այրունը դարձավ փնթի կարմիր գլխակավորների զոհը։ ՀԱՊԿ նախագահություն ստանձնելը Հայաստանի համար լավ հնարավորություն է փորձարկելու դաշինքը ռազմաքաղաքական անվտանգության պահպանման առումով։ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանի համոզմամբ Հայաստանը պետք է պարտավորեցնի դաշնակիցներին համատեղ պայքարել Ադրբեջանի դեմ։ Չպետք է թողել, որպեսզի Ադրբեջանը նաեւ մարսի այս շրջանում իր արածը այն իմաստով, որ կստացվի համենայն դեպս Բաքվում կմեկնաբանեմ, որ անգամ Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում որևէ կերպ չի փոխում իրավիճակ։ Այս աշնանը հնարավոր է հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկում Բունդեսթագում։ Այս մասին հայտնել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիեսլերը, կոնկրետ ժամկետ չնշելով։ Ի դեպ, դեսպանատան կողմից իրականացվում է գործելով միասին հայ-թուրքական հաշտեցման ծրագիրը, որին մասնակցում է 20 երիտասարդ։ Թուրքիայում տիրող իրավիճակից ելնելով ծրագիրը սկսվել է ոչ թե Թուրքիայից, այլ Հայաստանից։ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը նշում է. Ֆրանսիան դարի շարունակ եղել է Գերմանիայի դարավոր թշնամին, սակայն դա չի խանգարել, որ ակտիվ շփվեն երկու հասարակությունները։ Այս ծրագրի նպատակն է, որ մարդիկ միմյանց մասին կարծիք կազմեն ոչ թե դասագրքերից, այլ շփումներից։ Մասնակից երիտասարդները արդեն միասին եղել են Երևանում, Գյումրիում, Էջմիածնում, Թալինում։ Ծրագրի շարունակությունը Թուրքիայում տեղի կունենա հաջորդ տարի։ Երևանի կենտրոնում անկախության օրը ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին դաժանաբար ծեծի ենթարկելու փաստը զայրացրել է նրա մարտական ընկերներին։ Նրանք առավոտյան հավաքվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում, որտեղ երեկվանից գտնվում է ծեծված ազատամարտիկը։ Ուզում ես ստորացնել մեր մարտական ընկերներին, մենք ինքնադատաստան ենթարկելու իրավունք ունենք։ Միտե կարելի է մարդուն ոչինչ չանելու համար այդ աշճանի ստորաբար ծեծել։ Նսեմաթնել է դաշճանի։ Սմբատ Հակոբյանը ծեծի ենթարկվողների մեջ ճանաչել է Ոմն Տիգրանի։ Մի ազնվորության տեսավ, որին ճանաչում եմ երկար տարիներ առաջ հանդիպել, չգիտեմ որտեղ է ինչ անում, անունը Տիգրանն է, նախկինում Հայրապետյան Ռուբենի մանում էր, Տիկնազոնում էր։ Այդ Տիգրանը ձեռքը գցեց այս վզովը սպռնուց, ասաց այո մագ բացատրեք քեզ ինչ ենք անում, սկսեցին 4 կողմից հարվածներ տեղալ։ Ոստիկանության հաղորդմամբ ծեծի մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկվել Տիգրան անունով մի երիտասարդ։ Իսկ արդյոք խնդիրներ ունի ազատամարտիկը Ռուբեն Հայրապետյանի հետ։ Ես Հայրապետյան Ռուբենի հետ անձնական որևէ խնդիր չունեմ, որևէ տալու առնելու բան չունենք իրար, ասենց ուղղակի ասեմ, որևէ վիճաբանություն մեր մեջ չի եղել, բացառությամբ որ 3 ամիս առաջ այս զուտ քաղաքական թեմաներով գիշերով իմ հետ բանավեճ ա եղել եւ ինքը այն ժամանակ բան արել որ սպասի կտեսնես։ Իր հերթին Ռուբեն Հայրապետյանը լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում ծեծի հետ իր առնչությունը համարել է զրպարտանք, իսկ Սմբատ Հակոբյանին հայտնի խաբեբայ է անվանել։ Ծեծը տեղի էր ունեցել բողոքի երթից անմիջապես հետո։ Օրվա երկրորդ կեսին ազատամարտիկներն արդեն Աբովյան 2-5 հասցեում էին, որտեղ ծեծի էր ենթարկվել Սմբատ Հակոբյանը։ Նրանք կոնկրետ գործողություններ էին ակնկալում իրավապահներից։ Եթե հերթական անգամ գործ փակելու գործընթացում է, դեպքում մենք պետք է ձեռնել ազատել, արդեն մենք ինքներս որոշենք պատժել։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հաղորդմամբ հարուցվել է քրեական գործ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Վերջինիս մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմիա աճից։
Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ ծեծը արդարացված է համարում, եթե այն տեղի է ունեցել անձնական վիրավորանքի դաշտում։ Պետք է մի քիչ խորանալ, եթե քո ընտանիքի բարոյականությանը, արժանապատվությանը տվյալ պահին վերաբերվող արարք է, մարդը ընդունակ է ամեն ինչի։ Արդյոք ծեծելու փոխարեն չպետք է դիմել դատարան, հարցը Խաչիկ Ասրյանին զարմացրեց։ Այսինքն ոնց դիմեն դատարան, եթե քո աչքի առաջ քո երեխուն բռնեն ծեծեն, դու պետքա բաժանես ու ասես դե տես, ես հիմա հեսա դիմում եմ դատարան, հա։ Խաչիկ Ասրյանը գիտի նաև ինչպես կվարվեր Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի հետ։ Մահապատիժ, ուրիշ ոչինչ, որտեվ նրանց արյան տեսակը պետքա մոխիր դարձնել։ Հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահին այլ ոլորտից հարցեր էլ ուղղվեցին։ Օրինակ, ինչպես կմեկնաբանի ռաբիս երգիչ Արմեն Գոնրաչյանին Արմենչիկին վաստակավոր երգչի կոչում տալու Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որը բուռն քննադատության է արժանացել։ Ինձ համար միշտ էլ անթույլատրելի է եղել քննարկել հայոց նախագահի հրամանագրերը։ Անկախ բովանդակությունից։ Իհարկե, անկախ բովանդակությունից։ Պարոն Ասրյանը տեղյակ չէ Սերժ Սարգսյանի երաշտական ճաշակի մասին, սակայն ինչ վերաբերում է իրեն, հավանում է թե ոչ Արմենչիկի երգերը, նրա պատասխանը միանշանակ էր։ Իհարկե ոչ, իմ ճաշակը ազգային երաժշտությունն է։ Պարոն Հայրիկյանը չի փոշմանել, որ 2013-ի նախագահի ընտրություններից առաջ վիրավորվելուց հետո չհայտարարեց, որ ի վիճակի չէ շարունակել քարոզարշավը։ Մարդիկ կարծում են, թե Հայրիկյանը կարող էր ընտրությունները փոխել։ Ես կարող էի փոխել, եթե ես մեռնեի։ Հայրիկյանն այդ օրը չի մեռել, բայց ողջ մնալուց հետո էլ չէր կարող հետաձգել ընտրությունները, որովհետև դրանից կշահեին ահաբեկիչները։ Հետաձգելու իմաստը այն էր, որ տեխնացուն ժամանակ կորցրած տեխնացուն լրացնել իր ժամանակը, բայց պարզվեց, որ միայն այդ տեխնացուն չի լրացնելու իր ժամանակը, իրենք էլ են մասնակցելու քարոզարշավին։ Նախկին վիրավորն ասում է, որ Սահմանադրական դատարանն էլ իրեն խորհուրդ չի տվել հետաձգել կամ չեղյալ համարել նախագահի ընտրությունները։ Սահմանադրական դատարանում ինձ հստակ ասում էին, որ քանի որ դուք ոտքի վրա եք, կարող եք ձեր վստահված անձանց հետ խոսել, մենք չենք հետաձգելու։ Հայրիկյանը կարող էր մտածել հետաձգելու մասին, եթե ընդդիմությունը որոշեր հանդես գալ միասնական տեխնացուով։ Հիվանդանոց այցելած Ռաֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի հետ ինքը խոսել է այդ մասին։ Ես Ռաֆի Հովհաննիսյանի եւ Բագրատյանի մասին մի քիչ այլ պատկերացումներ ունեի։ Մտածում եմ, որ միասին թիմ կստեղծենք, իրենցից մեկը իր վրա կվերցնի, ես էլ մեկ է լավ վիճակում չեմ, բայց մենք կլինենք հաղթական թիմ։ Տեսա իրենք դրան պատրաստ չեն, դրա համար հետաձգելու հնարավորությունը չօգտագործեց։ Հիվանդը տեսնում է, որ ընդդիմության մյուս տեխնատուները եսակենտրոն մարդիկ են, որոնք նույնիսկ հաղթել չեն ցանկանում։ Ես ասում եի կամ միասին հաղթում ենք լինելով երկրորդ կամ երրորդ տեղում, կամ առանձին պարտվում ենք։ Իրենք նախընտրեցին առանձին պարտվել։ Հիվանդանոց այցելեց նաև իշխանության հիմնական տեխնատուն Սերժ Սարգսյանը։ Հայրիկյանն ասում է, իշխանության տեխնատուն իրեն ոչինչ չի առաջարկել ընտրապայքարից չհրաժարվելու դիմաց։ KGB-ի գեներալ չի համարձակվել ինձ որևէ բան ասել։ Հենց սովետական ամենածանր տարիներին։ Այնքան ողորմելի են սրանք, կարծում են թե ես իրենց մակարդակին եմ, ինձ որևէ մեկը կհամարձակվեր բան առաջարկել։ Հայրիկյանը համաձայն է, որ Սերժ Սարգսյանի համար շատ վատ կլիներ, եթե ինքը մահանար, բայց դա ահաբեկիչների նպատակն էր։ Սետրակյանին մյուսներին փող տված մարդկանց նպատակն էր Հայաստանը ապակայունացնել։ Ես չէի կարող իմ շահերից ելնելով գնալ այդ ճանապարհով։ Ավտոմատիկայի սարքավորումներ ներգրող եւ իրացնող Val Automation ընկերության տնօրեն ակտիվիստ Վարդգես Գասպարին խնդրի առջև է կանգնել։ Թայվանից ներկրված ամբարձիչի հեռակառավարման վահանակը ստանալու համար նա 2 շաբաթից ավելի ստիպված է եղել սպասել, ինչի համար մեղադրում է ֆինանսների նախարարությանը։ Չէր նշել, որ ԱԱԾ-ի թույլտվությունն է պետք։ Ուրեմն ես եւ հղում էր արել կառավարության որոշմանը ԵՏՄ փաստաթղթերին։ Ձեռներեցի կարծիքով ԵՏՄ անդամ լինելը միայն բացասական հետևանքներ է ունենում բիզնեսի համար, իսկ ազգային անվտանգության ծառայության թույլտվությունը ստանալու համար պարոն Գասպարին մի քանի անգամ դիմել է այնտեղ, ասում է անգամ ստացական ստանալն ԱԱԾ-ից բարդ խնդիր է։ Մենք չենք ստորագրում։ Մենք ստացական չենք տալիս, բայց ինչի չեք տալիս։ Ապացույցներ չտալ, հետքեր չթողել, դա այսպես ասած մաքուր հանցագործի հոգեբանություն է։ Ի վերջո իրեն հաջողվել է ստանալ ներգրված ապրանքը, սակայն միայն մի քանի ժամ մաքսային ծառայությունում անցկացնելուց հետո։ Չի բացառվում, որ նման խոչընդոտներ են ստեղծվում, որպեսզի ձեռներեցներն օգտվեն ռուսական ապրանքներից։ Դա մեր կանցելիստական քաղաքականությունը, որ իրականացնում է Ռուսաստանը ԵՏՄ շրջանակներում, փորձելով հովանավորչական մեթոդներով այդ թվում բնականաբար առևտրային, մաքսային եւ այլն պաշտպանել իր շուկան։ Տնտեսագետի համոզմամբ Եվրասիական տնտեսական միության կանոնները տրամաբանությունից դուրս են։ Հակահամակարգային նախաձեռնությունը ԵՏՄ-ն արդեն կարող ենք համարվել փլուզված եւ ԵՏՄ փլատակների տակ Հայաստանը գտնվում է ամբողջությամբ։
Իդեպ ձեռներեց Վարդգես Գասպարին շեշտում է. հաջորդ անգամ, եթե նման խնդրի առջև կանգնի, կդիմի ծայրահեղ քայլերի։ Ես չգիտեմ ով այդ առավելություններից ինչ որ օգուտ տեսավ։ Ես ընդհանրապես միայն վնաս եմ տեսնում դրանից, եւ որպես գործարար, եւ որպես քաղաքացի։ Կառավարության նիստերի այս կիսադատարկ դահլիճում միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ քննարկում են Հայաստանում ներդրումային ծրագրերի առկա հնարավորություններն ու առաջարկները։ Հանդիպմանը չէին եկել մի շարք գերատեսչությունների, այդ թվում էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները։ Փոխարենն ակտիվ են օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսարանների ներկայացուցիչները։ Բրազիլիայի արտակարգև լիազոր դեսպանը մտահոգված էր։ Հայաստանի հետ իրենց գործարար կապերը շատ թույլ են։ Երբ հայկական կողմին հարցրի ինչու է այդպես, պատասխանեցին, թե հեռավորություն է պատճառը։ Ես զարմացա եւ նկատեցի, որ նույն հեռավորությունը չի խանգարել ձեր հարևան երկրի հետ զարգացնել առևտրային կապերը։ Քննարկմանը մասնակից հայ գործարարները ձգտում են ոչ միայն չքննադատել իշխանություններին, այլև շնորհակալ լինել։ Օտարերկրյա քիչ ներդրումների համար էլ նրանք մեղադրում են միայն իրենց։ Բոլորս կարողանանք այսօր ճիշտ եւ լավ հիմքերի վրա դնել մեր արտադրությունը եւ կարողանանք բարձ երես դուրս գալ։ Կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանն իրեն հաջողակ ներդրող է համարում։ Նա 18 տարի է Հայաստանում ունի տրիկոտաժի ֆաբրիկա։ Երբ որ դու շիդակ գործ ունես, ապրանքը օրինավոր բերես եւ վճարես 20% ապրանքին, այդ հարկայինի չի գտնար գեզի զղմել։ Օրենք ունիս։ Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը օտարերկրյա ներդրումների կարիք ունի զբոսաշրջության ոլորտում զարգացնելու հյուրանոցային եւ ենթակառուցվածքային համակարգերը։ Կոնկրետ որպես զբոսաշրջիկներ, որպես պոտենցիալ այցելուներին եղան հետաքրքրվողներ, բացի այդ որոշ հայկական զբոսաշրջային ընկերություններ նաեւ հետաքրքրություն են առաջացրել։ Իդեպ առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումները կազմել են մոտ 43 միլիարդ դրամ։ Նոր Նորքի հանրակացարանի այս փոքրիկ սենյակում բնակվում է քեսաբահայ Արմինե Նազարյանը ամուսնու հետ։ 2013 թվականից են հաստատվել Հայաստանում, թեև այն ծրագրված չի եղել։ Ամուսինս էստեղ բանեն Թուրքիա, Երևան, մի աշխատեր գիծը։ Աշխատան, վերջը սահմանը կոսվեցավ։ Ես եկա հետը ետ պիտի վերադառնայի։ Սահմանը, մենք Թուրքիայի կողմեն եկան։ Սահմանը կոսվեցավ։ Մնացինք էստեղ։ Եղբայրս ընդեն զանգեց, որ մի կակ։ Ի սկզբանե հանրակացարանում չեն ապրել, այստեղ ապրում են 4 ամիս։ Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ, մինչ տեղափոխվելը Վարշավով են ապրել։ Ամուսինն աշխատում է Սանիտեկ կազմակերպությունում։ Նազարյանները Հայաստանի քաղաքացիություն չունեն եւ ոչ էլ ունեն փախստականի կարգավիճակ։ Ես ունեմ 10 տարվա գազության փասպորտ, բայց ես հիմա ճամփորդական փախստականի կարգավիճակ արդեն դիմաց եմ, ադիալ պիտի ունենան։ Հիմա ներկայիս օգնություն չունենք։ Քեսաբում են մնացել նրանց բոլոր հարազատներն ու ազգականները։ Ժամանակ առ ժամանակ շփվում են Skype-ի միջոցով։ Բարեկամները ուզում են տեղափոխվել Հայաստան, բայց չեն կարող։ Նյութական միջոցներ չունեն։ Եղբորս երեխեք ուզում են գալ, բայց գիտես, որ թանամբաս բամուշին նյութականով տկարացան, չեն գնալ գալ։ Ես ես դեր գնացի Սփյուռքի նախարարություն թիմեցի, որ երեխեքը կանցելով, բայց ինձ պատասխան չտվին։ Մինչ սիրական ճգնաժամը Քեսաբում ապրում էր 5-ից 6000 հայ, բայց նախորդ տարվա մայիսին Քեսաբի վրա հարձակումից հետո շատերը լքել են իրենց բնակավայրերը։ Նախ պատերազմը, բայց վերջերս որ Լիբանան գնացին, Եվրոպա գնացին, Դուբայ գնացին, հիմա ոչ այդքան հայ, բայց էլի կա հայտում, բայց հիմա ոչ այդքան։ Չնայած այստեղ բազմաթիվ դժվարություններին, այնուամենայնիվ Հայաստանից տեղափոխվել Նազարյանները չեն ցանկանում։ 1996-ի սեպտեմբերի 22-ին Հայաստանում երկրորդ անգամ տեղի էին ունենում նախագահի ընտրություններ, հանձին Վազգեն Մանուկյանի ընդդիմությունը հանդես է գալիս միասնական թեկնածուով։ Իշխանության թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է, ընդդիմությունն ամբողջ օրը խոսում է կոպիտ խախտումների մասին եւ հայտարարում, որ չի ընդունելու կեղծված արդյունքները։ Նույն օրը Իրիկունը ժամը 22-ին Տեր-Պետրոսյանը հայտարարում է իր հաղթանակի մասին եւ ընդունում թիմակիցների շնորհավորանքները։ 1997-ի այսօրը ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նշում է իր բառերով Հայաստանի նախագահ դառնալու 1 տարին։ Լրագրողների հետ նա խոսում է, թե ինչ եղավ, երբ իրեն թույլ չտվեցին դառնալ նախագահ։ Խայտարակ եղանք աշխարհով մեկ, ասում է այդ օրերի ընդդիմության առաջնորդը։ Մենք հավաքեցինք այնքան ձայն, որ դիմացինը դառավ ընդդիմություն։
1997-ի սեպտեմբերի 22-ին ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանն ասում է, թե մամուլից է տեղեկանում, որ падգամավորները աշխարհի մի ծայրից մյուսը զբոսնում են դիվանագիտական անձնագրով։ Խոսնակը որոշում է շարունակել թերթ կարդալը։ 1998-ի այսօրը Սպենդարյանի տուն-թանգարանում նշվում է Ալմաստ օպերայի բեմադրման 65-ամյակը։ Այս օպերան Սպենդարյանի, Մարտիրոս Սարյանի եւ Հովհաննես Թումանյանի համագործակցության արդյունք էր։ Առաջին անգամ բեմականացվում է 1933-ին։ Ալմաստի դերում Տաթևիկ Սազանդարյանն է, առաջին հանդիսատեսներից է Իոսիֆ Ստալինը։ Եվ ես 23 տարեկան աղջիկ ստացա կարմիր դրոշ։ Եւ երբ որ ես փողոցով գնում էին, ասում էին՝ «Բա, ստախանով կա»։ Ալմաստը պատրաստել եմ մի տարի ու կես։ Դա իմ հիշատակի հիշողության մեջ լավ եմ ունում։ Ալմաստը ես մի անգամից սիրեցի, ինձ բացատրեցին, սովորեցրեցին, որ ամբողջ միտքը օրկեստրումն է։ 1999-ի այսօրը վարչապետ Վազգեն Սարգսյանը Հայաստան Սփյուռք առաջին համաժողովում իր ելույթի ժամանակ խոստանում է չհուզվել, չի ստացվում։ Եվ չի ստացվելու, քանի դեռ ձեր խոնարհծառան բարգավաճ երկրի վարչապետ չէ։ Վարչապետը մեծ հուզմունքով նկարագրում է, թե ինչպես է տեսնում Սփյուռքի տեղը եւ դերը Հայաստանի կյանքում։ Սփյուռքը հավասար գործընկեր է եւ կառավարությունը կարող է նրա համար կատարել իրավական եւ հարկային բարեփոխումներ։ Կառավարությունն ընդունում է, որ ներդրվող կապիտալը ազգային հավատարմության զգացողություն չունի։ Համագործակցությունը հայրենիքի հետ պիտի լինի տնտեսապես շահավետ։ 2000 թվականի սեպտեմբերի 22-ին Royal Armenia ընկերությունը դժգոհում է, որ պետական եկամուտների նախարարությունը հարկային օրենքն իրականացնում է ըստ քմահաճույքի։ Ընկերությունը սահմանին ավելացված արժեքի հարկ է վճարում, սա օրենքով նախատեսված չէ։ Մենք հենց սահմանի վրա ստիպված ենք մուծել ավելացած արժեքի հարկը, իսկ ինչքան մենք բոլորս սովորել ենք, ավելացած արժեքի հարկը առաջանում է, երբ որ դու ապրանքը վաճառում ես, եւ դա արդեն բերում է նրան, որ ազատ գումարներ չի լինում, որպեսզի կարողանանք ընդլայնել։ 2000 թվականի այսօրը Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ։ Մինչդեռ Ղարաբաղի իշխանությունները մեծ հույսեր են կապում պաշտպանության բանակի նախկին հրամանատարին դատելու փաստի հետ։ Նրանք պետք է ցույց տան, որ կարողանում են ինքնուրույն մարդ դատել։ Այս դատավարությունը իհակակշիռ դարձյալ հայաստանյան որոշ լրատվամիջոցների մռայլ կանխատեսումների ավելի կամրապնդի Լեռնային Ղարաբաղի միջազգային հեղինակությունը։ Սա ավելի շատ ներքին ինչ որ հարցերի լուծում է, քան թե ասենք ինչպես ներկայացում է ժողովրդավարության եւ ասենք բռնապետության պայքար։ Նույն օրն առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա, նախատեսվում է հանդիպումների եւ պայմանավորվածությունների լայն շրջանակ։ Все документы, которые будут подписаны в Москве, именно будут направлены на укрепление безопасности Республики Армения։ 2000 թվականի այսօրին Արմավիրի մարզի Վանան գյուղում նույն ջուրն օրվա մեջ օգտագործում են մի քանի անգամ։ Ավագները լվանում են ձեռքն ու դեմքը, հետո դրանով շփում երեխայի մարմինը, հետո այդ ջուրը տալիս կենդանիներին։ Վերջին անգամ այստեղի ծորակներից խմելու ջուրը է հոսել 10 տարի առաջ, այստեղ հող չի ոռոգվում։ Խմելու համար հաճախ օգտագործում են հարևան գյուղի ոռոգման ջուրը։ Լսնում ենք ամանի մեջ նստվածքը տալիս է, 30 վեկալում խմում ենք։ Իմ վերցրած ջուրս լրիվ ворթնած սատկած շուն, անգամ կներեք սատ մահացած երեխայի լայեղ այդ ոռոգման այդ առուի մեջ։ Մենք վերցրել ենք, մարլայով քամել ենք, երեխեքին խմցրել ենք։ Գրողների միությունում այսօրը խոսում են մահապատիժը որպես պատժատեսակ վերացնել չվերացնելու մասին։ Գրողները քննարկում են մի հրապարակում, որի հեղինակն առաջարկում է մահապատժի իրավունքը շնորհել տուժողին։ Բոլորը պետք է կտակ գրեն, թե ինչ պատժատեսակ են գերադասում հանցագործի հանդեպ, որը կսպանի իրենց։ 2001-ի այսօրը Հայաստանի ժամանում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II այցը քրիստոնեության 1701-ի տոնակատարությունների շրջանակում է։ Պատրիարք Օթանավականում խոսում է ամերիկան պատուհասած ահաբեկչության դեմ պայքարի մեթոդների մասին։ Я думаю, что не может быть войны между христианством и исламом, но если акты возмездия, они должны быть точечными, а не против всего народа Афганистана. Նույն օրը Ռոբերտ Քոչարյանն ընդունում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էրնեկյանին։ Նրանք խոսում են Զվարթնոց օդանավակայանը Էրնեկյանին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին։
Նույն օր Արմեն Խաչատրյանը հայտարարում է, որ հաջորդ քառօրյային քննարկելու են նիստերից առանց հարգելի պատճառի բացակայած падգամավորների հարցը։ Վիկտոր Դալաքյանը տեղեկացում է, որ խոսքը 265 քվեարկության չմասնակցած Վանո Սիրադեղյանի մասին է։ Կանոնակարգը սակայն պահանջում է, որ падգամավորը տեղեկացված լինի իր հարցին։ Ենթադրվում է, որ մարդիկ կլինեն, որ իրան կհաղորդեն կամ ենթադրվում է, որ ինքը լսում էր։ Դա արդեն ամեն մարդ ոնց ուզում է մտածի։ Եթե Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալը 11 բիզնես ունենա, ինչ մրցակցության մասին կարող է խոսք լինել։ 2006-ի սեպտեմբերի 22-ին հայտարարում է Սիլ կոնցեռնի բաժնետեր ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Սուքասյանը։ Վերջինս չի ասում, թե ում մասին է խոսքը, սակայն կոմիտեի նախագահի միակ բիզնես ունեցող տեղակալն այդ օրերին Գագիկ Խաչատրյանն էր։